Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Տերս թող առաջնորդե, որ այսօր մենք լսենք այն, ինչ որ Աստված պատրաստել է մեզի համար։ Թե ինչի համար շատ հաճախ կանանց կարկելվի քարոզել, կանանց կարկելվի ավետարանել, կնոջ խոսքը կարկելվի, այս Աստվածաշունչն որ բացենք մենք, քաշեք, ես արդեն ցույց տվեցի, 4-րդ գլխի մեջ, 3-րդ ու 4-րդ գլուխների մեջ կկարտանք կնոջ զորավոր եղնելու մասին։ Ես մի ուղղակի կկարտամ, իսկ դուք ընթացքում կրնակ քաշեք ու լսեք այս ամենի մասին։ Սպես պահել կարտալ է մեկ քիչ դժվար է, ձերքս կվերցնեմ կկարտամ։ Ուրեմն նայեք, կարտամ Եզրասի առաջի գլխից։ Այս գլուխները հիմնականում մեր շատերիս Աստվածաշնչի մեջ չկա, բայց այդտեղ կան շատ գրքեր, որոնք որ պարզապես չեն հրատարակվել։ Ուրեմն հիմի ես կկարտամ ու բոլորս կլսենք, թե ինչի մասին է գրված։ Ու հետո մեկնությունները պարտադիր կբացեմ, որբիսի բոլորդ ձեր կարծիքները գրեք, ով ինչ հասկացավ։ Սկանը սիրելիներ, իսկ մի կարտամ լսեք։ Դարեհ թագավորը մեծ խրախճանք սարքեց, հրավիրեց իր բոլոր իշխաններին և Գերդաստանի ընթոցիններին, մարերի, պարսիկների և քաղդիացիների բոլոր մեծամեծներին, և այն բոլոր նախարարներին, զորապետներին և նրանց հետ նաև կառավարիչներին, որոնք գտնում էին Սիրելիներ, մինչ կարտալը Սուրբ Հոգին աղոթքի կտանի, աղոթեմ, անցկացրեք ձեր գլխաշորերը, հետո նոր կշարունակենք կարտալ, լավ։ Հայր ջան, հիմա խոնարհվում ենք քո առաջ, բերելով մեր սրտերը հանձնվում ենք քեզ ամբողջությամբ։ Շնորհակալ ենք այսօրվա հիանալի օրվա համար։ Շնորհակալ ենք այսօրվա հիանալի ժամի համար։ Շնորհակալ ենք, որ մեր կյանքերը լցնում ես լիությունով, ուրախությունով, ու մեզ ուժ ես տալիս, զորացնում ես, որպեսզի քո կամքդ կատարենք, քայլենք այնպես, որ քո առջևը շնորհ գտնենք, լինենք քեզ սպիտանի ու արժանի զավակներ։ Սրբե ու մաքրե մեզի քո խոսքովդ, որպեսզի որևէ անօրենություն մեզի չտիրե։ Սովորեցրու մեզ ճշմարտությունը, տուր մեզ քո ճշմարիտ գիտությունդ, ճշմարիտ ուսմունքդ, որպեսզի սատանան մեզ չկարողանա մոլորեցնել իր սխալ գիտելիքներով, որը որ քեզանից մեզ կհեռացնե։ Մեզ պետք է, որպեսզի քո խոսքիդ խորությունը, լայնությունը, բարձրությունը հասկանանք, որպեսզի քեզ ել ավելի ճանաչենք։ Քայլենք այնպես, որ քո առաջ շնորհ գտնենք ու լինենք քեզ սպիտանի ու արժանի զավակներ։ Մաքրե մեզի Տերս ամեն տեսակի մեղքից ու սխալից։ Օգնիր սուրբ կյանքով ապրենք ու սիրենք մեկս մյուսի սուրբ սիրով։ Ու քեզ էլ սիրենք այնպես, ինչպես որ քեզ արժանի է սիրել։ Հիմա էլ իմ միջիցս դու կարտա ու ներկայացրու այս թեման ու դու խոսա ու բոլոր մեկնություններին էլ դու պատասխանե Տերս։ Թող կրեն մեկնություններ այն մարդիկ, որոնք քեզանից կկրեն, ու արկելե այն մարդկանց, որոնք քեզանից չեն, որպեսզի ժամանակս չխլեն, որովհետև դու ասել ես ժամանակը ծախուառեք, որովհետև օրերը չար են, որպեսզի իմ ժամանակս տրամադրեմ այն բաների վրա, որոնք որ շինություն կտան, կենդանություն, ազատագրում ու բժշկություն։ Օրհնյալ ես իմ արքա, փառքերի ես արժանի իմ Տեր, քո անունդ սուրբ է, դու լույսն ես մեր կյանքերի, դու ուրախությունն ես մեր սրտի, դու մեր բաժինն ես։ Թող հավիտյան փառավորվի քո մեծ ու զորավոր անունդ, եւ հիմա, եւ մինչեւ հավիտյան օրեր։ Ամեն։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով, իսկ հիմա թույլ տանք, որ Տերը իմ միջիցս կարտա այս թեման։ Սկզբից կարտամ։ Գիտեք, Տերը կանգնեցրա, որովհետև սա առանցնձի ուր կեշտաս, այսինքն թույլ տուր, որպեսզի ես առաջնորդեմ քեզ։ Իրականում շատ հաճախ Տերը ինձ կկանգնեցնի, երբ որ ես կսխալվեմ, ու գիտեք ինչն է պատճառը, որովհետև ես միշտ Տիրոջը կխնդրեմ, որպեսզի Տերը քայլե իմ առաջիցս ու իշտամ ես իրա հետևից, ու այդ ժամանակ Տերը նաև ինձ կկանգնեցնե կամ առաջ կանցնե։ Այսինքն թույլ տանք, որպեսզի Տերը մեր ցանկացած կյանքի ոլորտում
մեզի ուղ է։ Իսկ այժմ կարտամ Ա Եզրաս 3-րդ գլխի առաջին խոսքից։ Դարեհ թագավորը մեծ խրախճանք սարքեց, հրավիրեց իր բոլոր իշխաններին եւ իր գերդաստանի ընդոցիններին, մարերի, պարսիկների եւ քաղդեացիների բոլոր մեծամեծներին, եւ այն բոլոր նախարարներին, զորապետներին եւ նրանց հետ նաեւ կառավարիչներին, որոնք գտնվում էին Հնդկաստանից մինչև Եթովպիայի շրջանները։ Այդ նախարարները 127 էին։ Նրանք կերան, խմեցին, հագեցան եւ ուրախացան։ Երբ խրախճանքը ավարտվեց, Դարեհ թագավորը մտավ իր սենյակը, բազմեց իր գահին եւ քնեց։ Այն ժամանակ 3 պատանիներ, որ նրա սենյակներն էին, մինչև թագավորը դեռ քնած էր, սենյակի ներսում կանգնել էին նրան սպասավորելու համար եւ պահպանում էին նրան։ Նրանք սկսեցին իրար հետ խոսել եւ ասացին. «Եկեք յուրաքանչյուրս մի բան ասենք, եւ ով իր ընկերոջից ավելի իմաստուն ու ուժեղ բան ասի, թող Դարեհ թագավորը մեծամեծ պարգևներ տա նրան, թող նա մեծ ու անվանիլ լինի բոլորից։ Թող նրան ծիրանի, զգեստներ հագցնի, խմելու եւ ուտելու համար ոսկի սպասք տա, նստելու եւ քնելու համար ոսկեղեն գահավորակ, թող նա ոսկեսանց նժույգ հեծնի, բեհեզայ խոյերով թակ կապի նրա գլխին եւ ոսկե մանյակ նրա պարանոցին։ Թող նա իր իմաստության համար նստի Դարեհ երկրորդի աթոռին եւ կոչվի Դարեհի ազգական»։ Այն ժամանակ նրանցից յուրաքանչյուրը գրեց իր խոսքը։ Նրանք կնքեցին ու դրեցին Դարեհ արկայի սնարին ու ասացին. «Երբ արթնանա, այդ գրությունները կտանք նրան, թող թագավորն ու պարսիկ 3 մեծամեծ իշխանները ընտրեն եւ ում խոսքը կդնեն առավել իմաստուն հաղթողի պարգևը թող տան նրան»։ Առաջինը գրեց եւ ասաց. «Գինին է բոլորից հաղթողը ու զորավորը»։ Երկրորդը գրեց եւ ասաց. «Թագավորն է բոլորից հաղթողն ու զորավորը»։ Երրորդը գրեց եւ ասեց. «Կանայք եւ բոլորից հաղթողն ու զորավորը, բայց ճշմարտությունը հաղթում է բոլորին»։ Ուշադիր լսեք։ Կանայք են 12-րդ խոսքն է։ Ա Եզրաս 3:12։ Կանայք են բոլորից հաղթողն ու զորավորը, բայց ճշմարտությունը հաղթում է բոլորին։ Երբ թագավորը արթնացավ, վերցրեց գրությունները, որ տվեցին նրան կարդաց, եւ մարդ ուղարկեց կանչելու պարսիկների եւ մարերի բոլոր մեծամեծներին, նախարարներին, սպարապետներին, կառավարիչներին ու իշխաններին։ Նստեցին մի դահլիճում եւ բոլորի առաջ կարդացին գրությունները։ Թագավորն ասաց. «Այստեղ կանչեք պատանիներին, թող մեկնաբանեն իրենց խոսքերը»։ Երբ կանչված պատանիները եկան նրանց առաջ, բոլոր նրանց ասացին. «Բացատրեք մեզ ձեր այս գրածները»։ Առաջինը, որ գինու զորության մասին էր, գրել սկսեց խոսել ու այսպես ասաց. «Ով մարդիկ, միթե ամենից զորավորը գինին չէ։ Բոլոր մարդիկ, ովքեր խմում են այն գինին, հիմարեցնում է նրանց մտքերը, թագավորների ու տառապյալների միտքը նա դարձնում է նույնը։ Այդպես էլ տիրոջն ու ծառայինը, հարուստներինն ու աղքատներինը գինին շեղում է բոլորի միտքը ու դարձնում դեպի ուրախություն։ Նրանք երբեք չեն հիշում տրտմությունն ու որևէ ցավ, քանի որ գինին բոլորի սրտերը լցնում է զորությամբ ու մեծությամբ։ Երբ խմում են, էլ չեն հիշում թագավորին կամ իշխաններին եւ դառնում մեծախոս։ Մարդ երբ խմում է, չի հիշում անգամ սիրելիներին, եղբայրներին կամ թշնամիներին, շատ հաճախ սուր է հանում, եւ երբ անցնում է գինու ազդեցությունը, չի էլ հիշում, թե ինչ է արել։ Ով մարդիկ, միթե զորավորը գինին չէ, որ ստիպում է այս բոլորն անել, եւ այս ասելով նա լռեց։ Կարդանք 4-րդ գլխի առաջին խոսքից։ Երկրորդը, որ գրել էր թագավորի զորության մասին, սկսեց խոսել ու ասաց. «Ով մարդիկ, միթե ճիշտ չէ, որ մարդիկ հզորացել են, դիրել ծովին ու ցամաքին եւ այն ամենին, ինչ կա նրանց մեջ։ Իսկ հզոր թագավորը տիրում է ամբողջ երկրին եւ մարդկանց։ Ինչ որ նա ասում է կամ հրամայում, կատարվում է անմիջապես, նույնիսկ եթե հրամայի, որ ընկերոջը պատերազմի ընկերոջ դեմ, նրանք չեն համարձակվի զանց առնել թագավորի խոսքը։ Իսկ եթե նրանց ուղղակի պատերազմելու թշնամիների դեմ, ապա նրանք իսկույն կգնան, կպատրաստեն մարտական մեքենաներ, ամրություններ
պարիսպներ ու աշտարակներ։ Կսպանեն ու կմեռնեն, բայց չեն կարող զանց առնել թագավորի հրամանը։ Իսկ եթե հաղթեն, բոլոր բարիքները կբերեն թագավորի համար։ Ոչ միայն պատերազմող զորականները, այլև այն մշակները, որ հող են հեշկում, ցանում են և հնձում։ Նրանք ևս իրենց բերքից բերում են թագավորի համար։ Նաև հարկահանները, որոնք ստիպում են երկրի բնակիչներին դարձյալ հարկ են հավաքում թագավորի համար։ Թագավորն է միայն, որ հզոր իշխան է բոլորի վրա։ Եթե հրամայում է սպանել, կսպանեն, ապրեցնել, կապրեցնեն, կառուցել, կկառուցեն, քանդել, կքանդեն։ Եթե հրամայում է տնկել, կտնկեն, չէ որ ամբողջ երկիրը ենթակա է թագավորի ուժին և լսում է նրա հրամանը։ Աշխան ինքը ինչ որ կամենում է այն անում, ինքը հանգիստ բազմում է, ուտում, խմում, քնում։ Մինչդեռ մյուս բոլոր նրա շուրջը պատրաստ պահպանում են նրան, լսում են նրա հրամանները և չեն համարձակվում ըստ իրենց կամքի գնալ մի տեղ կամ մի բան անել, սիշտ չեն անում զանց առնել թագավորի հրամանը։ Արդ ով մարդիկ, միթե զորավորը թագավորը չէ, որի հրամանի խոսքը լինում է այնքան հզոր և նա իշխում է բոլորի վրա։ Այս ասեց և լռեց։ Երրորդը, որ ասել էր կանանց զորության և ճշմարտության մասին, Զորաբաբելն էր։ Նա սկսեց խոսել և ասաց. Ով մարդիկ, եթե մեծազոր է թագավորը կամ բազմաթիվ այլ զորավոր մարդիկ, կամ թե զորավոր է գինին, ապա ով է, որ հաղթում և տիրում է բոլորին։ Կանայք չեն արդյոք, քանի որ նրանք են, որ ծնում են թագավորներին, բոլոր այն մարդիկ, որոնք տիրում են ծովին և ցամաքին, ծնվել են նրանցից։ Կանայք են, որ ծնել են և սնել են նաև այն մշակներին, որոնք այգիներ են տնկում և գինի ստանում դրանցից։ Նրանք են, որ հագուստներ են պատրաստում տղամարդկանց համար, որոնցով զարդարում են, փառավորում են նրանց, տղամարդիկ էլ առանց նրանց չեն կարող լինել։ Եթե տղամարդիկ ոսկի, արծաթ և ամեն տեսակ բարիքներ էլ հավաքելիս լինեն, տեսնելով մի գեղեցիկ կին շրջվում են դեպի նա, բերանները փաս նայում են ամբողջ սրտով, սիրում են նրան ոսկուց, արծաթից և բոլոր բարիքներից առավել։ Տղամարդը բարիքներից առավել։ Տղամարդը թողնելով իր հորն ու մորը, որ ծնել է ու սնել է իրեն, նաև իր երկիրը գնում է կնոջ հետ։ Եվ հոգով այնպես է միանում նրան, որ մինչև իսկ չի հիշում ոչ հորը և ոչ էլ մորը և ոչ էլ իր երկիրը։ Հենց սրանից էլ արժե, որ դուք իմանաք, թե ձեր կանայք սիրում են ձեզ, քանի որ այն ամենը, ինչ դուք անում եք և վաստակում, բերում ու տալիս եք ձեր կանանց։ Եթե մարդը իր սուրը վերցնելով գնա հեռու ճանապարհ և ինչ որ բան ձեռք բերի, ավազակություն անի կամ քողանա, նա վաշկի ծովում կամ գետերով, գազանների պատահի կամ անցնի խավար տեղերով, երբ կողանա հափշտակի, անցնի բոլոր նեղություններից, ապա պիտի գա և իր ամբողջ վաստակը բերի կնոջ համար, որովհետև մարդկնոջն ավելի է սիրում, քան իր հորն ու մորը։ Շատերն են իրենց խելքը կորցրել ու իրենց կանանց պատճառով դարձել ծառաներ։ Շատերն են մատնվել կորստի, մեռել ու սպանվել, սխալվել ու ընկել մեծ մեղքերի մեջ կանանց պատճառով։ Հիմա դուք ինձ չեք հավատում, ահա այդ մեծ թագավորը անձնիշխան է, չէ ինքը։ Մարդկանցից ամեն մեկը չի համարձակվում մոտենալ նրան, բայց ես տեսել եմ, թե ինչպես թագավորի հարճի աղջիկը, որ նստել էր թագավորի աջ կողմում, թագավորի գլխից վերցնելով թագը դնում էր իր գլխին, ապտակում թագավորին, բայց թագավորը դրա համար չէր բարկանում, այլ բերանը բացած նայում էր նրան, թե աղջիկը ծիծաղում էր, ինքն էլ էր ծիծաղում նրա հետ։ Եթե նա տխրում էր, թագավորը փաղաքշում էր, մինչև որ սփոփեր նրան։ Արդո մարդիկ, միթե զորավորը կանայք չեն, որ անում են այս բոլորը։ Թագավորն ու նրա մեծամեծները այդ ժամանակ սկսեցին նայել մեկը մյուսի, ընկերը ընկերոջը, Զորաբաբելն սկսեց խոսել ճշմարտության մասին ու ասաց. Ով մարդիկ, ճիշտ չէ, որ կանայք են զորավոր, մեծ է երկիրը, բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, քանզի արշավելով երկնքի կամարաձև խորանի միջով մի օրվա մեջ դարձյալ արագ սլանում և հասնում է տեղը։
Արդյոք մեծ չէ նա, որ ստեղծել է այս բոլորը։ Աշտարև մեծ է ճշմարտությունը եւ ամեն ինչից զորավոր։ Ամբողջ երկիրը ապավինում է ճշմարտությանը։ Երկինքը օշնում է ճշմարտությանը։ Ամեն ինչ սասանում եւ տողում է նրա առաջ։ Ճշմարտության մեջ անիրավություն չկա, ոչ մի անիրավություն։ Անիրավ է գինին, անիրավ է թագավորը, անիրավ են նաև կանայք, անիրավ են բոլոր մարդկանց որդիները, անիրավ են նաև նրանց բոլոր գործերը, ճշմարտություն չկա նրանց մեջ, եւ իրենց անիրավության մեջ էլ կկորչեն իրենք։ Իսկ ճշմարտությունը կա, մնում է եւ զորավոր է հավիտենականապես։ Կենթանի է նա եւ նրա իշխանությունը հավիտյան։ Աչառություն չկա նրա մեջ, նա չի փոփոխվում, երբեք, այլ միշտ հաստատում է աշտարությունը, մերժում չարությունն ու անիրավությունը, ճշմարտության բոլոր գործերը հաճելի են ամենքին։ Անիրավության մեջ, անիրավություն չկա նրա դատաստանի մեջ, ճշմարտությունն է թագավորների հզորությունը, նրանց իշխանությունն ու նրանց մեծությունը, օրհնյալ է ճշմարտության Տեր Աստվածը։ Այս խոսքն ասաց եւ լռեց։ Այդ ժամանակ բոլոր հավաքվածները բարձրաձայն աղաղակեցին ու ասացին. «Մեծ է ճշմարտությունը եւ հաղթող եւ զորավոր»։ Իսկ թագավորն ասաց նրան. «Խնդրիր ինչ ուզում ես, եւ ես կտամ կրվածից ավելին, քանի որ դու բոլորից իմաստուն գտնվեցիր, դու կնստես իմ երկրորդ աթոռին եւ կկոչվես իմ ազգականը»։ Այն ժամանակ Զորաբաբելն ասաց թագավորին. «Հիշիր այն ուխտը, որ արեցիր Երուսաղեմը վերաշինելու մասին այն օրը, երբ թագավոր դարձար։ Դու ասացիր, երբ Կիվրոսը գրավեց Բաբելոնը, գնաց եւ առանձնացրեց այնտեղ Երուսաղեմի կայքն ու սպասքը եւ ուխտ արեց վերադարձնելու Տիրոջ սպասքը։ Նույնպես եւ դու, ով թագավոր, ուխտեցիր շինել Տիրոջ տաճարը, որ այրեցին Եդոմացիները եւ Քաղդեացիները Հրեաստանը անապատ դարձրին։ Այժմ ահա աղաչում եմ քեզ, Տեր իմ եւ թագավոր, խնդրում եմ քեզանից, այս մեծ պարգևը շնորհիր դու ինձ, սրա համար աղաչում եմ քեզ, կատարիր այն ուխտը, որ ուխտեցիր երկնային թագավորին, ահա այսպես, ինչպես որ խոստացար կոպերանով։ Այն ժամանակ Դարեի թագավորը վեր կացավ եւ համբուրեց Զորաբաբելին, նրա համար թղթեր գրեց գավառապետներին, տեղերի կառավարիչներին, զորապետներին եւ նախարարներին, որպիսի նրանք ճանապարհ տան նրան, ինչպես եւ նրանց, ովքեր նրա հետ էին վերադառնալու եւ վերաշինելու Երուսաղեմը։ Թագավորը թուղթը գրեց նաեւ Ասորիքի, Փյուվկեի եւ Փիվնիկեի ներողություն եւ Լիբանանի կողմերի կառավարիչներին, որպիսի նրանք Լիբանանից մայրի շինափայտ առաքեն Երուսաղեմ եւ Զորաբաբելի հետ վերաշինեն քաղաքը։ Մինչև 48-ը Տերս առաջնորդեց կարտածի, ուրեմն Ա Եզրաս 4-ի մինչև 48-ը։ Սիրելիներ, ուրեմն ստեղ դուք ինչ տեսաք։ Առաջինը Աստված իմաստություն կուտա այն մարդկանց, ովքեր ունին Աստծո սրտին համեմատ սիրտ։ Միշտ անպարտելի է այն մարդը, ով որ ունի Աստծո սրտին համեմատ սիրտ։ Ինքը կյանքի ցանկացած ոլորտում հաղթանակներ կտանի, որովհետև Աստված իր հետ է։ Եզրասին չէր տվել Աստված այդ իմաստությունը, մի հատ պարզ պատճառով, որովհետև ինքը կմտածեր Երուսաղեմը վերակառուցելու մասին։ Ինքը չէր մտածել փառք, դիրք, փող, հարստություն ունենալու մասին։ Ինքը կմտածեր, որ Աստծո տաճարը նորից վերաշինվեր։ Ու նաև այստեղ ցույց կտա Եզրասը, թե ինչքան Աստծուց հետո մեծ դեր կտանի կինը։ Իրականում կանայք շատ հզոր գործիք են Աստծո փառքի համար։ Ու այս գրքի աստվածաշնչյան գիրք, որ նոր չի հրապարակվել, ու շատ գրքեր կան, որոնք չեն հրապարակվել, այդ մասին ես նորից կխոսամ, որովհետև Տերս արդեն կդարձնի այդ կողմը, որպեսզի շատ խորություններ քննարկենք։ Ուրեմն կնոջ զորության մասին, թե ինչ հասկացաք, ամեն մեկը գրեք մեկնությունների մեջ։ Սկանի ինչ որ կուզենայի ցեզիսեի սիրելիներ, երեք ես ուղիղ եթերի ժամանակ նորից խոսացի, թե ինչի համար շատ հաճախ կնոջը կարկել են ծառայել, բայց ոչ Աստված,
այլ պարզապես կրոնը, ու ստեղ կնշվի կնոջ սորության մասին։ Սկանը սիրելիներ, ինչ որ Տերս այսօր առաջնորդեց, որպեսզի ձեզ հետ կիսվեմ, մեկնությունների մեջ գրեք ձեր կարծիքները ու հաջորդ տեսանյութի մեջ, եթե Սուրբ Հոգին առաջնորդեց, կքննարկենք ձեր մեկնությունները։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով ու թող Տերը իր ճշմարտությունը, իր աշտարությունը դնե մեր սրտերի մեջ, որպեսզի բոլորս անպարտելի եղնենք իր կամքը կատարելու մեջ։